Մայր թատրոնի բեմում վերջին փորձն է մեծ պրեմիերայից առաջ։ Սունդուկյանցիներն այս անգամ հանդիսատեսին պատմելու են գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, գրող, քաղաքական հասարակական գործիչ Կարլ Մարքսի մասին։ Կունենանք համաշխարհային պրեմիերա։ Այս սա մի ներկայացում է, որ երբևէ այլտեղ բեմադրված չէ, հեղինակային ներկայացում է, որի հիմքը Կարլ Մարքսի նամակներն են։ Եվ երբ որ առաջին անգամ բեմադրիչը եւ հեղինակը ինձ առաջարկեց Կարլ Մարքս, ես շուրջ 1 շաբաթ մտածել եմ, որովհետեւ ինձ համար դա շփոթմունք էր, հա, քանի որ մենք ունենք Մարքսի մեր ընկալումը եւ կարծես չենք ուզում այդ ընկալումից դուրս գալ։ Բայց այս ներկայացումը հենց այդ կարծրատիպերից դուրս գալն է, Մարքսի երևույթը տեսնել իր կենցաղում, իր կյանքում, իր ողբերգակատակերգական իրավիճակներում։ Ներկայացման ռեժիսորը Լատվիա բնակ Հայկ Կարապետյանն է, ընդգծում է բեմադրությունը Մարքսի քաղաքական հայացքների մասին չէ, այն կենսագրական տրագիկոմեդիայի հիմնված այն Արս Կամոլինշի բողոքներ ռադիոներկայացման վրա։ Մենք ջոկել ենք այն նամակները, որտեղ ինքը բողոքում է կյանքից, իր կինը, իր երեխեքը եւ Էնգելսը, իր մոտիկ ընկերը։ Ու բողոքներ են, ճիշտ ասած, այդ բողոքների մասին է, որ իրենք չեն կարող այս ռեալ կյանքին կապնեն, էլի պես կարող ասեմ, որովհետև ինքը օտար է իրան զգում այս աշխարհում, ու իր ընտանիքն է կամաց-կամաց սկսում է ապրել իր կյանքով, իրանք են օտարանում այս աշխարհին, ու հետարքրիմ կարծիքով ֆենոմենը նրա մեջ է, որ այդ մարդը չի կարողացել իրան գտնի այս կյանքում, բայց իր մահից հետո ինքը այս աշխարհը փոխել է։ Մարքսի նամակները թարգմանել է կինոգետ թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, լուսային ձևավորումը ամերիկացի A.G. Վայսբարդինն է։ Բախի երաժշտությունն էլ ներկայացման համար կատարել է Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Թատրոնը պետք է իր սահմաններից դուրս փորձությունների ենթարկվելով ունենա առաջխաղացում։ Եվ սա փաստորեն հրաշալի օրինակ կարող է լինել եւ թեմայի առումով, եւ հեղինակների առումով, որովհետեւ ոչ միայն բեմադրիչը եւ հեղինակն է դրսից փաստացի, այլ նաեւ բեմանկարիչը եւ լուսային նկարիչը։ Կարլ Մարքս խոստովանություններ ներկայացման առաջնախաղերը Մայր թատրոնում մայիսի 6-ին եւ 7-ին են։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։